Ինչ կարող է տեղի ունենա։ Հավանական երկու սցենար։ Առաջին սցենարը, որը քիչ հավանական է, իհարկե, բայց կարող է տեղի ունենա։ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը փոխանցում է Սամվել Կարապետյանին։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը կդառնա մարդկության պատմության մեջ բոլոր ժամանակների, բոլոր պետությունների ամենահզոր, ուժեղ, քաղաքական, պետական գործիչներից մեկը։ Ուրեմն եմ ասում, սա քիչ հավանական տարբերակն է, բայց ոչ զրոյական արժեքով։ Երկրորդ տարբերակը Նիկոլ Փաշինյանը սպասելու է որոշ ժամանակ եւ տեսնի թե մեր ձևով շարժման շուրջ ոնց է կոնսոլիդացվում հասարակությունը, այսպես կոչված ընդդիմադիր ընտրազանգվածը եւ անհրաժեշտ քայլ կատարի։ Այդ մաքսիմալ կոնսոլիդացումից մի պահ առաջ կատարի անհրաժեշտ քայլ։ Անհրաժեշտ քայլը ո՞րն է։ Կամ եթե համընկնում է կուսակցություններին կամ ուժերին, որպես ընտրաշավի մասնակցելու իրավունք ստանալու գրանցման պահին չգրանցեն, կամ նույնիսկ մայիսի 15-ին, մայիսի 20-ին դուրս հանեն քաղաքական պայքարից։